Սրտանց փառք Տիրոջը։ Այսօրվա համար, որ Տերը մեզ հավաքել այս վայրի մեջ, որովհետև Տերը մեզ հետ խոսելու բան ունի, մեզ սովորեցնելու բան ունի, եւ ինքը ուզում է գործի մեր կյանքի մեջ, իր անունը փառավորվի։ Եսայի մարգարեություն 44-րդ գլուխ 3-րդ համարի մեջ ասում է. «Քանզի ծարավի վրա ջուր պիտի թափեմ, անջուր երկրի վրա հեղեղներ, քո սերունդի վրա իմ հոգին պիտի թափեմ, քո որդիների վրա իմ օրհնությունը»։ Փառք Տիրոջ այս խոստումի համար, որովհետև Աստված իր հոգին է թափում մեր վրա։ Գիտեք, Աստծո հոգին բոլոր դարերի մեջ գործել է։ Աշխարհի արարումից սկսած մենք տեսնում ենք Աստծո հոգու աշխատանքը գործը։ Գրված այնց Աստվածաշունչ այդպես սկսում է, Աստծո հոգին ջրերի վրա շրջում էր։ Եվ Աստված սկսեց, Տիրոջ հոգին սկսեց գործել, ստեղծեց երկինքը, երկիր, ամեն բան արվեց Աստծո հոգով եւ Աստծո հոգու միջոցով։ Սիրելիներ, բայց այն խոստումը, որ տրվեց Հիսուս Քրիստոսի միջոցով, սա լրիվ այլ բան էր։ Գիտեք, հին ուխտի մեջ Սուրբ Հոգին շատ է գործել։ Տեսնում ենք Սավուղի վրա իջավ Սուրբ Հոգին եւ Սավուղը լցվեց Սուրբ Հոգով, մարգարություններ էր անում, օրհնություններ էր գործում։ Եվ մարդիկ տեսնում ու զարմանում էին, ասում էին՝ «Կիսի որդի Սավուղը մարգարեների որդիների հետ է»։ Անում էր Աստծո Հոգին։ Եվ շատերի կյանքի մեջ գործել է, բայց այն ինչ որ տեղի ունեցավ Պենտեկոստների ժամանակ դա լրիվ այլ բան է, սիրելիներ, որովհետև մենք տեսնում ենք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս, երբ որ ինքը երկինք պիտի գնար, ինքը խոսեց աշակերտների հետ եւ հետեւյալ խոսքերը ասեց։ Հովհաննես Ավետարան 14-րդ գլուխ 16 համարի մեջ գրված է. «Ես էլ հորը պիտի աղաչեմ եւ ձեզ ուրիշ մխիթարիչ պիտի տա, ձեզ հետ պիտի լա, վասն ձեզ հավիտյան ձեզ հետ պիտի բնակվի, ճշմարտության հոգին, որ այս աշխարհը չի կրնա ընդունել, վասզի չի տեսնել զանիկա, չի ճանչնա զանիկա, բայց դուք կճանչնաք զանիկա, վասնզի ձեր քովը պիտի բնակվե եւ ձեր մեջ պիտի ըլլա փառք Տիրոջը»։ Աստված ուղարկեց իր հոգին, որպեսզի լինի մեզ հետ եւ լինի մեր մեջ։ Եվ գիտեք ինչի սերն էր։ Տեսեք 16 գլուխ նույն Հովհաննես Ավետարանի 13 համարի մեջ գրված է. «Երբ ինքը ճշմարտության հոգին գա, ամեն ճշմարտություն պիտի առաջնորդի ձեզի, վասնզի ոչ թե անիկա ճշմարտության հոգին գա, վասնզի ոչ թե իմիներս իրմեն պիտի խոսե, հապա ինչ որ լսե, զայն պիտի խոսե, գալիքները ձեզ պիտի պատմե, անիկա զիս պիտի փառավորե, վասնզի իմիներս պիտի առնե եւ ձեզի պատմե»։ Փառք Տիրոջը։ Իմիներս պիտի առնե եւ ձեզի պատմե։ Աստված ուզում է, որպեսզի այսօր բնակվի մեր մեջ Աստծո հոգին եւ լեցնի մեզ իր ներկայությամբ, որպեսզի այն երկինքի օրհնությունները բերի մեր կյանքի մեջ, այն երկինքի զորությունը բերի մեր կյանքի մեջ։ Իմիներս պիտի առնի, այսինքն ինչ որ երկինքից է պիտի Աստված բերի մեր կյանքի մեջ։ Գիտեք, երբ որ Աստծո հոգին սկսեց գործել եկեղեցու մեջ, մենք տեսնում ենք Հիսուսը աշակերտների հետ, երբ որ խոսում էր իր համբարձումից առաջ, ասել էր, որ պիտի գնան ավետարանը քարոզեն, բայց մի կարևոր պատվեր եւս տվեց, ասավ սպասեք, սպասեք միջև որ վերևից զորություն առնեք, սպասեք։ Եվ մենք տեսնում ենք աշակերտները սպասում էին, եւ Գործ Կարաքելոց գիրքը երբ որ մենք կարդում ենք, առաջի գլուխի 8-րդ համարի մեջ գրված է, ասում է, բայց Տիրոջ հոգին ձեր վրա եկած ատենը զորություն պիտի առնեք, ինձ համար վկաներ պիտի լա Երուսաղեմի մեջ, բոլոր Հրեաստանի, Սամարիայի մեջ, միջև երկրի ծայրերը։ Այսինքն տեսնում էր, որ իրանք իրանցով անկարող էին։ Մարդը ինքը իրանով անկարող է ինչ որ մի բան անելու, ապրելու, գործելու։ Եվ դրա համար Տերը ասավ, սպասեք, միջև վերևից զորություն առնեք, որովհետև ձեր Տիրոջ հոգին ձեր վրա եկած ատենը զորություն պիտի առնեք եւ ինձ համար վկաներ պիտի լինեք միջև աշխարհի ծայրը, փառք Տիրոջը։ Եվ մենք տեսնում ենք առաքյալները, երբ որ հավաքված էին սիրելներ, ես չեմ ուզում այդ կարդալ արդեն երկրորդ գլուխը խոսում է դրա մասին, մեկտեղ հավաքված էին։ Գիտեք, կարող է շատերը գնացել էին ավետարան քարոզելու, շատերը գնացել էին, չգիտեմ ինչ գործերի, բայց մնացել էին այնտեղ 120 հոգի վերնատան մեջ, եւ նրանք աղոթք էին անում, եւ նրանք սպասում էին,
Նրանք իրաց հույսը դրել էին Տիրոջ վրա, նրանք կարիք ունեին, նրանք ծարավ էին, որպեսզի Աստծո հոգին իջնի նրանց վրա, երբ որ մեկտեղ միաբան հավաքված էին, Աստծո հոգին իջավ նրանց վրա եւ մկրտվեցին Սուրբ Հոգով, եւ սկսեցին օտար լեզուներով աղոթել եւ մեծ վկայություն էր դարել։ Մարդիկ տեսնում էին, որ իրանց լեզուներով տարբեր ազգերից մարդիկ կային հավաքված։ Նրանք տեսնում էին իրենց լեզուներով աղոթք են անում եւ Աստծուն են փառավորում սելներ, եւ այս օրհնությունը շարունակվեց սելներ։ Ավետարանը խոսում է Գործ Առաքելոցի մեջ մենք երբ որ կարդում ենք, այս օրհնությունը շարունակվեց, շարունակաբար գնաց։ Եվ այսօր էլ շարունակվում է սերներ, միջև մեր օրերը շարունակվում այս օրհնությունը եւ ինչ տեղի ունեցավ։ Մենք տեսնում ենք դրանից հետո շատ տեղեր կա գրված, ուղղակի մի քանի տեղ եմ ուզում հիշեցնել։ Հիշեցնում եմ Կորնելոսի մասին սերներ, Աստվածավախ, Աստվածապաշտ մարդ էր, շատ ողորմություն անող մարդ էր, բայց մի օր Աստված տեսնելով Կորնելոսին, խոսում է Պետրոսի հետ, ասում է գնա Կորնելոսի տուն եւ խոսա նրա հետ։ Եվ ինչ է տեղի ունենում։ Թեպետ շատ լավ մարդ էր Կորնելոսը, բայց Աստված ուզում էր մկրտել նրան Սուրբ Հոգով։ Եվ մենք տեսնում ենք սերներ, երբ որ Պետրոսը եկավ, խոսեց, ինչ տեղի ունեցավ։ Գրված է, նրանք բոլորը Սուրբ Հոգով լեցվեցին։ Մկրտվեցին Սուրբ Հոգով եւ անգամ շատ հեթանոց մարդիկ, որոնք հավաքված էին այդտեղ, նրանք շատերը մկրտվեցին Սուրբ Հոգով։ Գիտեք, եւ այսպես այս օրհնությունը սկսեց շարունակվել, ել առաջ գնաց այս օրհնությունը։ Եվ ես ուզում եմ միտեղ եւս կարդամ, անգամ երբ որ Պողոս առաքյալը, Սողոսը, երբ որ եկեղեցին էր հալածում, հանդիպեց ինքը Հիսուսին, հանդիպեց, տեսավ Տիրոջը, կուրությամբ զարկվեց։ Եվ ինչ արեց, Աստված ուղարկեց Անանիային, երբ որ Անանիային եկավ, հանդիպեց Սողոսի հետ, ինչ արավ, լեցվեց Սուրբ Հոգով, մկրտվեց Սուրբ Հոգով։ Սերներ, բոլոր նրանք, ովքեր որ անկեղծ ունեցել են Տիրոջ կարիքը, բոլոր նրանք, ում որ Աստված կանչել է փրկության համար, նրանց վրա անպայման իր կնիքը դնում Աստված։ Գիտեք, այսօր դու կարող ես գնաս ինչ որ մի տեղից թուղթ վերցնես, դոկումենտ վերցնես, տանես մեկ ուրիշ տեղ, մարդիկ այդ դոկումենտը որ ուզել են քեզանից, առաջին բանը գիտեք ինչն են նայում են նրա վրա կնիկ կա դրված թե չէ։ Կարող է շատ գեղեցիկ գրված տողեր կան նրա մեջ, բայց հաստատողը կնիկն է։ Այսօր Աստված ուզում է, որպեսզի իր կնիկը դնի մեր կյանքի մեջ, դնի մեր վրա, որ մենք Տիրոջինն ենք, կնքի մեզի Աստված, եւ սա շարունակվում է սելներ, ավետարանը խոսում է սրա մասին։ Ղուկաս Գործ Առաքելոցի 19-րդ գլխի մեջ տեսեք ինչ է տեղի ունենում։ Պողոս առաքյալը սա համար շատ կարևոր խոսքեր ասում, տեսեք 19-ի առաջի համարից կարդամ, քանի որ Պողոսը Կոնթասիների մեջ էր, Պողոսը վերի կողմերը պտտվելով Եփեսոս հասավ, քանի աշակերտներ գտնելով, ըսավ անոնց, երբ հավատացիք, Սուրբ Հոգին առակ արդյոք, անոնք լսին իրեն, բայց մենք լսած չենք, թե Սուրբ Հոգի կա, անալսավ անոնց, հապա ինչով մկրտվեցավ, անոնք լսին, Հովանեսի մկրտությունով։ Այնքան կարևոր էր այս հարցը, որ Պողոս առաքյալին շատ խորը հետաքրքրում էր, հավատացել են մարդիկ, ընդունել են Տիրոջը։ Հիմա Պողոս առաքյալը հայտնվել է նրանց մեջ եւ հարց է տալի, արդյոք առակ Սուրբ Հոգին։ Եվ նրանք զարմացած ասում են, մենք չգիտենք, որ Սուրբ Հոգի կա։ Ասում է, բա ինչով եք մկրտվել։ Ես Հովանեսի մկրտությունով ենք մկրտվել։ Եվ գրված է սերներ, գրված է շարունակության մեջ, ասում է Պողոսը, երբ անոնց վրա ձեռք դրավ, Սուրբ Հոգին անոնց վրա եկավ եւ լեզուներ կխոսեին եւ մարգարեություններ կնեին, նրանք մկրտվեցին Սուրբ Հոգով։ Նրանք սկսեցին մկրտվել Սուրբ Հոգով եւ օրհնություններ սկսեցին վայելել։ Այն անձնավորությունները սերներ, որոնք Աստծո հոգու մեջ են, Սուրբ Հոգով մկրտված են եւ Աստծո հոգին գործում է նրանց կյանքի մեջ, նրանք մեծ զորություն ունեն, յուրահատուկ զորություն ունեն դժվարությունների մեջ, նեղությունների մեջ, տառապանքների մեջ, ամեն իրավիճակների մեջ հաղթություն ունենալու։ Գիտեք, երբ որ բռնեցին, մենք տեսնում ենք հալածան եղավ, առաջին նահատակը Ստեփանոսին, երբ որ պիտի սպանեին, գրված է, երբ որ Սուրբ Հոգին իջավ նրա վրա, լեցված Սուրբ Հոգով, Ստեփանոսը չէր նայում իրանք հարկոցողներին, ով են որ քարերը գցում են իրանց վրա, Ստեփանոսը իր աչքերը դեպի երկինքներ բարձրացրել եւ Սուրբ Հոգով լեցված փառավորում էր Տիրոջը, ինչի, որովհետեւ իր աչքերով չէր նայում է Սուրբ Հոգու աչքերով
կարողանում էր ներել, կարողանում էր տանել, կարողանում էր երկինք նայել բոլոր պարագաների մեջ։ Գիտեք, առաքյալները, երբ որ լցվեցին Սուրբ Հոգով, մկրտվեցին Սուրբ Հոգով, գրված է, ասում է, չէին կարողանում դեմ դնեին այն հոգին, որը առաքյալների մեջ էր։ Չէին կարողանում, գալիս էին, հակառակվում էին, հալածում էին, բայց դեմ դնել չէին կարողանում, որովհետև հանդիպում էին ոչ թե առաքյալներին, հանդիպում էին այն հոգին, որը առաքյալների մեջն էր, Փառք Տիրոջը։ Երանիք Աստված, որպես այսօր մենք լցվենք Տիրոջ հոգով, լցվենք Տիրոջ ներկայությունով եւ դու հաղթություն ես ունենալ քո կյանքի մեջ, զորություն, որովհետև անողը դու չես, անող Աստծո հոգին է, եւ գրված ասելն էր, աշակերտները մեծ ուրախությունով, հալածանքների մեջ, այդ տառապանքների մեջ, այդ նեղությունների մեջ, մեծ ուրախությամբ Սուրբ Հոգով էին լեցվում։ Այդ ուրախությունը չէր պակասում, ինչի, որովհետև Աստծո հոգին նրանց մեջ էր եւ նրանց մեջ գործում էր, թող իր անունը փառավորվի։ Եվ սա շարունակվեց ցելներ, եւ այսօր պիտի շարունակվի նաեւ մեր օրերի մեջ, որովհետեւ դա խոստացել է ոչ թե մարդը, խոստացել Աստված, ուզում անի մեր կյանքի մեջ։ Միայն պատրաստեք ձեր սրտերը, միայն պատրաստեք, ես աղոթքների մեջ մեծ հնարավորություն կա աղաղակելու Տիրոջը, որպեսզի Աստված իր ներկայությունը, իր հոգին դնի մեր մեջ, որը հավիտյան մեզ հետ պիտի բնակվի եւ երկնքի մասին պիտի պատմի, երկինքը պիտի բերի մեր մեջ եւ զորություն պիտի տա հաղթելու բոլոր վիճակների մեջ։ Իր անունը փառավորվի, ամեն։ Աղոթք անենք Տիրոջ առաջ։